Ողջույն բարեկամներ, այսօր արդեն ապրիլի 22-ն է Երևանում եւ ուզում ձեզ հիշեցնել, որ ամսի 3-ին մենք հնարավորություն ունենք իրար հետ հանդիպելու Մոնրեալում ցերեկը ժամը 2-ին, մուտքն ազատ է, այնպես որ եթե մոտակայքում ապրող հետևորդներից կան, խնդրեմ համեցեք, բավականին քննարկելու բան ունենք։ Եվ ես ուզում եմ ձեզ զեկուցեմ մեր արած աշխատանքների մասին, եւ այսպես մեր կայքը արդեն սկսում ավելի ակտիվ աշխատել, սա այն կայքն է, ինչպես ես խոստացել էի, որտեղ ներառված կլինեն մեր կողմից կազմված բոլոր քրեական գործերը, որոնք վերաբերում են Նիկոլ Փաշինյանի հանցագործ լինելուն։ Եվ այսպես ցանկացած լրատվական, ցանկացած մարդ, ցանկացած լրագրող, ով ուզում լինի, եթե իրան հետաքրքիր են փաստերով հիմնավորված օրենքով Նիկոլ Փաշինյանի կատարած հանցագործությունները, մենք պարբերաբար տեղադրում ենք կայքում, արդեն կան քրեական գործեր, որոնք թարգմանաբար են, կա նաև PDF թարգմանությունը, կան, որ դեռ թարգմանության process-ի մեջ են, մենք դեռ կաշխատենք իհարկե կայքի վրա, իսկ կայքը կոչվում է armjustice.com, ոնց եմ այսպես դուք նայեք, arm, հայ, justice, հայ արդարադատություն, .com, նենց որ ովքեր որ հետաքրքրված են Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներով եւ դա ուզում են ներկայացնել ոչ թե էմոցիոնալ ֆոնի վրա, այլ քրեական, իրավական ապացույցներով կարող են մտնել այդտեղ, օրինակ այսպես թեկուզ առաջինի վրա եթե խփենք, 60 ամբողջ մեղադրանքը նկարներով, հղումներով, հոդվածներով, ամեն ինչ, սա իր դեպ թարգմանված տարբերակն է։ Արդեն մենք ունենք սրա ֆրանսերեն թարգմանությունը, նույն ֆայլի մեջ կարելի է գտնել նաև հայերեն թարգմանությունը, մի խոսքով։ Շնորհակալություն բոլոր նրանք, ովքեր արձագանքում են, տեսեք ինչքան արդեն քրեական գործեր ունենք հավաքագրած կայքում։ Խնդրեմ, հարգելի լրագրողներ, եթե գնում եք հանդիպման, ուսումնասիրեք, լինքերն էլ կա PDF-ի մեջ, դուք կարող եք գտնել լինքերը բոլոր եւ վիդեոհաղորդումների վրա, հայտարարությունների վրա, հղումներ օրենքին, բավականին աշխատած է արդեն։ Դե մենք ընթացքում իհարկե ամեն ինչ կբերենք ավելի կատարյալ վիճակին եւ ինտերֆեյսի առումով եւ մատուցման հեշտության առումով երկու օր արդեն մենք աշխատում ենք կայքի վրա, այնպես որ շնորհակալ եմ եւ օգնողներին, եւ ֆինանսապես օգնողներին, եւ թարգմանիչներին, որոնք ինձ զանգում են, որոնց հետ աշխատորը ստացվում է, չի ստացվում, ամեն դեպքում ձեր պատրաստակամությունը շատ կարևոր է իմ համար։ Նույնիսկ եթե չի ստացվում, նույնիսկ եթե ժամանակի առումով չի ստացվում, չգիտեմ, մասնագիտական ինչ-որ հարցեր լինում չի ստացվում, բայց ես գոնե գիտեմ, որ աշխարհի բոլոր անկյուններում ունենք մարդիկ, հայեր, որոնք շնչում արտաշնչում են հայրենիքի հետ, որոնց համար նույնքան կարևոր է այս ամեն ինչ, ինչքան մեզ բոլորիս համար։ Եվ դա պատկերացրեք պակաս կարևոր չի, քան այս քրեական գործերով հաջողությունների հասնելը։ Իհարկե մենք կաշխատենք այս ամեն ինչ ունենալ արդեն թարգմանած մինչև մայիսի 4-5-ը, որպեսզի կարողանանք ներկայացնել բոլոր նրանց, ովքեր այդ օրը գալու են։ Բոլոր։ Իհարկե, դա բոլորը կկատարելագործենք, այս քրեական գործերն էլ կշատանա, Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ մենք պարապ չմնանք, կշատանա մինչև ընտրություններ եւ մինչև ընտրություններ մենք այն վիճակի պետք է բերենք Փաշինյան Նիկոլին, որ ոչ մեկ չուզենա դրան բարև տա։ Իսկ դրա համար մենք բավականին հիմքեր ունենք։ Եվ այսպես, ովքեր ուզում են այս աշխատանքներին շարունակեն, օգտակար լինեն, խնդրեմ լինքերն ու բոլոր հնարավորությունները վիդեոյի տակ կա, շարունակենք աշխատել միասին։ Եվ այսպես, ուզում ես տողերը կարդաք, ծիծեռնակաբերդեք քանդեք ընտրություններից հետո Փաշինյանի նոր կասկածությունը։ Սա դեռ չի ասել, գոնե Բարսազեն չի ասել, գոնե Բարսազեն հայտարարություն չի ասել, բայց թող ոչ մեկ չկասկածի Ռուսալինին։ Որովհետև եթե ձեզ մեկը ասել, որ ինքը 1 տարի առաջ պիտի ասի, մենք պետք է փակենք Ղարաբաղի եւ Արցախի փախստականների վերադարձի իրավունքը, երևի կասեի, ախր ոնց հնարավոր է տեսնանալ, չէ՞ որ
կառավարությունը իր օրենքով հաստատված ծրագրով 21 թվականին ձեռել է պետք է Արցախի անվտանգություն ապահովեր, ինքը ոչ միայն Արցախի անվտանգություն չապահովեց, ինքը հանձնեց Արցախը, մասնակցեց ցեղասպանությանը, հիմա էլ ասում է մեզ, որ մենք պետք է փախստականների թեման վերադարձի փակենք, գիտեք ինչի ասես ներված, որովհետև Նիդերլանդները եւ Բելգիան ընդունել էին բանաձև, որով հիշեցնում էին, որ Արցախի հայերը իրավունք ունեն վերադառնալու իրենց բնակավայր։ Այս մասին բավականին միջելս մենակ արբանում Բելգիայում Նիդերլանդերում չէ, խնդրեմ։ This community is being tested again. Azerbaijan, with the support of Turkey, attacked Artsakh. In 2020, they blockaded Artsakh for 10 months. And then in 2023, the Aliyev regime took control of Artsakh, an area that had been systematically starved and ethnically cleansed of its Armenian population. Խոսքով նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում նաև բոլոր տեղերը որտեղ քիչ թե շատ բանական եւ բարոյական մարդիկ կան եւ նորից այս քրեական գործերի շրջանակներում ես էլի խնդրում եմ մեր իրավաբանական խմբին մի քրեական գործել մեղադրանքել սրան այս հայտարարության համար հիմնավորում արցախցիների վերադարձի իրավունքը դա մարդու իրավունքների ոլորտից է մարդու իրավունքների ոլորտից է եւ ոչ Ալիևը ոչ Նիկոլ Փաշինյանը, որը պետք է հանդիսանա այդ մարդկանց տուժածների էթնիկ զտված մարդկանց իրավունքների պաշտպանը որպես այդ երկրի ներկայացնող վարչապետ, փաստորեն ինքն է էթնիկ զտում իրականացած երկրի ղեկավարի հետ պնդում է, որ այս հարցը պիտի փակվի։ Մենք պետք է մոռանանք էսի, այսինքն ինչ է ստացվում, պատկերացրեք կենցաղային վիճակով, կենցաղային։ Մեկ բազմազավակ ընտանիք է, զավակին սպանում են Եվ տան հայրը ասում պետք է մոռանանք, որ այդ երեխան սպանել են։ Ինքը կարող է մոռանա, ասենք։ Բայց լինում է, օրինակ Գեգամ Նազարյան, ուտես շատ է կա։ Բայց չի նշանակում, որ հանցագործությունը չի կատարվել եւ դա պատժելի չի։ Իսկ այս պարագայում, պարոն Բաղդասարյան, խնդրում եմ գտեք չկա հորինեք։ Հորինեք այն հոդվածը, որով երկրի վարչապետը էթնիկ զտումը փաստորեն ուրանում է եւ ասում է պետք է մոռանանք ոչ թե ինքը պահանջատեր չի իրականանալու արտադրություն իրականացնելու համար այլ ինքը հանցակիցը մեղսակիցը այս փաստին իհոք ինքը մեղսակիցը որ ես ձեզ պետք է հիշեցնեմ որ հենց էթնիկ զտման ժամանակ էր որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արցախցիներին ոչ մի բան չի սպառնում։ Փաստորեն, ինքը այն ժամանակ ասեց, ոչ մի բան չի սպառնում, հիմա էլ ասում է, սպառնացել է, զտվել են, բայց պիտի մոռանանք։ Այսինքն մի հատ այն ժամանակա դավաճանեմ ես խափե աշխարհին, մի հատ հիմա։ Խնդրում եմ անպայման, պարոն Բաղդասարյան, գտեք այն հոդվածներն ու դրույթները, որով էս հանցագործը պետք է գնա ծմա դատարան։ Եվս մեկ հոդված սրա վրա։ Եվ պետք է ասեմ, այս Բելգիայի հայտարարությունից հետո Ադրբեջանը իր մոտ կանչել Բելգիա եւ Նիդերլանդների արտգործնախարարներին եւ բողոքի նոտա էլ հղել։ Նացարնայինք այս ամեն ինչին գալիս է նաեւ Ադամ Շիֆին, Բելգիայի Նիդերլանդների միանում նաև Կալիֆոռնիայի նահանգը, որը հայտարարում է մի ամբողջ ամիս Կալիֆոռնիայում որպես ցեղասպանության նշանակի ամիս եւ դատապարտում է այն հանցագործությունները, որոնք եղել են հայ ազգի նկատմամբ։ Ես սա եմ ուզում ձեզ ցույց տամ այդ Նիկոլ Փաշինյանը ինչի է հիմա ասում սա։ Ինչի է այտենց խառնված, որ մենք էլ պետք է մոռանանք այս ցեղասպանությունը, որովհետև Ադրբեջանում խիստ են նեղված սրանից։ Լսենք։ Был Вадим Дубнов, известный эксперт, и он сказал следующее, что Карабах это вот особая история, и поэтому то, что делают Нидерланды и
Бельгия — это, значит, ну, безусловно, это как бы тенденциозно воспринимается со стороны Азербайджана. Но нужно понимать, что все-таки, скажем, этнические чистки в Карабахе, господин Дубнов считает, что в Карабахе была по факту этническая чистка, когда, значит, ну, армяне покинули Карабах, хотя Азербайджан говорит о том, что это не было этнической чистки, потому что армяне уехали самостоятельно. Значит, но господин Дубнов считает, что была этническая чистка по факту, и не стоит приравнивать возвращение азербайджанцев в Кафан армян в Баку с темой Карабаха. Что вы на это скажете? Խոսքով նույնիսկ ինչ որ էքսպերտ Դուբնով անունով ես եթերում նախորդ հանդիպանն ասել է, որ այն ինչ որ կատարվել է Արցախում դա էթնիկական զտում է եւ ոչ մի ձև չի կարելի համատել այն ադրբեջանցիների ներկայությունը Հայաստանում եւ Հայաստանի ներկայությունը Ադրբեջանում այդ խոսույթին։ Դա մեկը էլ կապ չունի եւ Դուբնովն է պնդում, ոչ թե Հայաստանի վարչապետը, որ Արցախում եղել է էթնիկ զտում, եւ սա իրականություն է։ Եվ սա շատ ցավոտ են տարել շատ Ադրբեջանում եւ ադրբեջանցիները Երևանում։ Իդեմս Փաշինյան Նիկոլի։ Լսեք սրա խոսույթը։ Однозначно, что этот шаг, который предприняли и Нидерланды, и Бельгия, я не считаю, что это спонтанно, случайность, и тем более случайность буквально вот в эти самые дни, когда они понимают сами, что на повестке дня мирная повестка и ожидают Армению выборы. В Армении подготовили новую конституцию, но которая так и не была продемонстрирована, чтобы каждый избиратель уже мог прочитать, что же в ней заложено. Кстати говоря, это было бы интересно для Азербайджана, для Турции. Это, кстати, очень важный момент, но ее решили после выборов. Хотя... Լսում եք, նույնիսկ սպասում են այդ նոր սահմանադրությանը, որը շատ կարևոր է եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի համար, եւ իրանք սպասում են եւ սրանց խոսք են տվել, որ դա կլինի ընտրություններից հետո։ Եվ ասում են այդ Բելգիայի եւ Նիդերլանդների փաստորեն հայտարարությունը անից առաջ, ընտրություններից առաջ պատահական չի։ Ինչ է ստացվում։ Թուրքիան ու թուրքական աշխարհը աջակցում են Փաշինյան Նիկոլին ամեն ինչով եւ թուրքերը Հայաստանում առանց բացառության այն մարդը որ աջակցում է Փաշինյան Նիկոլին ինքը երևի բացահայտել է թե չի բացահայտել իր համար, բայց իրան ասեք որ քո նման Փաշինյան Նիկոլին ընտրության են սպասում բոլոր թուրքերը աշխարհում թող ինքը եզրակացություն ունի ինքը ով Хотя неизвестно, какие же будут результаты во время выборов. С другой стороны, Министерство обороны Армении, Генеральный штаб своей документации и так далее, используют очень интересную терминологию, а именно линия соприкосновения. Не условно азербайджано-армянская государственная граница, не государственная граница, или государственная граница не полностью делимитирована или демаркирована, а именно линия соприкосновения. А это уже говорит о том, что не среди реваншистов типа одиозного Роберта Кочаряна или же Серж Сарксяна и так далее, эти настроения реваншизма, милитаризма, а в Министерстве обороны Генеральный штаб Армении нынешнего формата, подчиненный Пашиняну, который говорит очень интересные и правильные вещи о Карабахе, но тем не менее они используют терминологию линии соприкосновения. Я понимаю. Բիխոսկով, սրանք նույնիսկ տերմինոլոգիան ովիշ բառ օգտագործում, ասում են Փաշինյանի կողմնակիցները բոլորը ճիշտ բառեր են օգտագործում, բայց ինչ որտեղ չեն ասում սահման, ասում են շփման գիծ։ Այ նույնիսկ դրա համար են նեղանում Փաշինյան Նիկոլին, դե դու ինչ ես ասում Նիկոլից չէ, պաշտպանության նախարարության տերմինոլոգիայից, դե դուք ինչ եք ասում շփման գիծ, դա սահմանն է, այո, դա սահմանը։ Այս աստիճանի մոնիտորինգ են անում Եվ ուշադրություն են դարձնում երբ քանդվելու նժդերի արժումը դուք կարող եք ամբողջ այս հաղորդումը նայել եւ հասկանալ ինչեր են պլանավորում Ադրբեջանում, ինչ ախորժակ են պահել Հայաստանի վերաբերյալ
Եվ Նեմեսիսի արձանի վերաբերյալ, եւ Նժդեի արձանի վերաբերյալ, եւ Ցեղասպանության արձանի վերաբերյալ, եւ Եղաբլուդի վրա եւ վերաբերյալ եւ պատերազմի մասնակիցների, որոնք իրենց համար հանցագործներ են։ Լսեք, երկրապահներ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ ձեզ շատ վատ օրեր է սպասվում։ Շատ, այսինքն եթե Փաշինյան Նիկոլը կարողացա պարտաձել իրեն հայ ժողովրդի համար, ձեզ սպասում է այն օրերը, ինչին դուք արժանի եք։ Ու իրանք պարզ են խոսում դրա մասին, իրանք արդեն որոշել են, որից ինչ են անելու։ Պարզը, որ արձանն են թողելու, ինչն են հանդուրժելու Հայաստանում, ինչը չեն հանդուրժելու Հայաստանում։ Իրանք արդեն ամեն ինչ որոշել են։ Ինչ են այդպես վստահ, որովհետև Փաշինյան Նիկոլ ունեն Հայաստանում դեռ։ Ճիշտ է, իրանք կասկածում են, որ կարող է ինքը ընտրվի, բայց իրանք Փաշինյան Նիկոլ ունեն, եւ այդ պահանջները, որ իրանք ունեն, որ մենք լեքսիկոնը, մեր հեռուստատեսությունով ինչեր է ցուցադրվում, արդեն գիտեն, որ Արցախ բառը չի կարելի ասել, Արարատ բառը չի կարելի ասել, մեր գերբը, հիմնը, բան ամեն ինչ պետք է փոխվի։ Սրանք Հայաստանը սարքել են արդեն քարվանսարը, բան, պոռնկատուն իրանց համար, որտեղ իրենք են որոշելու ով ինչ իրավունք ունի անելու, ով ինչ շնչելով, արտաշնչելով։ Լսում ես, դուք կարող եք միացնել ու լսել։ Այս ամեն ինչը ստեղծել է Փաշինյան ճիվաղը սրանց համար։ Իրա դավաճանական խմբակով։ Եվ այն, չասեմ, այս շերտով եզած բառ չկա ուղղակի ասելով, որոնց վրա հիմնվելով, հենվելով, անում այս ամեն ինչը հայացքի գլխին։ Իմացեք, հունիսի 7-ը դա կարող վերջի կետը լինի Հայաստանի Հանրապետությանը, բոլորիս համար։ Եվ սրանք շատ վստահ ու ագրեսիվ գնում են դեպի դրան։ Վստահ ու ագրեսիվ։ Այստեղ գիտեք ինչ պետք է կանգնի իրանց դեմը։ Հայ մարդը նայի աշկերի մեջ ու երկու մատով աշկեր այսպես անում։ Ինչին իրենք կարժանի են։ Բայց կարող է լինել այն ժամանակ, երբ որ մենք կարողանանք ընտրենք մարդ, որը ողնաշար ունի, որը արժանապատվություն ունի, որը ճիվաղ տական Փաշինյան Նիկոլ չի։ Եթե մենք չփակեցինք սրանց էջը, իրանք են փակելու մեր էջը, որտեղ իրանք հենց այդտեղ տրամադրված են։ Այն անասնա գլխականակը, որ հույսեր ունի, որ սրանց հետ ապրելու է, դա իր գործն է իհարկե, բայց իրանք ուշ են հասկանալու, որ ընդամենը իրենք մատաղացու գլխականակ էին, որտեղ սրանց պլանների մեջ այդպես են մտնում։ Առաջարկում եմ նաև, ես հարցում եմ միջև վերջ, ես չեմ ուզում ձեզ ժամանակը խլեմ, կարող ենք միասին ինֆակտի հասնել սենց լեկտիության մակարդակի վրա։ Հասնի խոսք։ Արգենտինայում այսպիսի մի ֆուտբոլային թիմ կա, կոչվում է Դեպորտիվո Արմենիա, ապրիլի 24-ին հրավիրում է երթի դեպի Բուենոս Այրեսի թուրքական դեսպանի նստավայր, Արգենտինա։ Իսկ Հայաստանում տական կապետը 25-ին հրավիրում է խորոված ուտելու։ Ինքը մտածում է Հայաստանի քաղաքացին, դա փողոցում խորոված անողն է, ավանդական, լսեք, հասկանում եք մեր գնահատականը սրա վերաբերյալ ինչը, որ մենք ստամոքսով, փոշու մեջ, կեղտի մեջ մենք այդ ազգն ենք։ Ինքը չի մտածում, որ դա մեր երևի մի քանի հոգու, ոգի սրտի բանն էր, որ այդ օրերին Սերժից պրծնելու համար իրանք անում են։ Այդ ճիվաղ, երբ որ քեզ կթաղենք ազգով, չկասկածես, անես մի հատ ինքնաբուխ, ոչ թե Երևանում, ամբողջ աշխարհում, որտեղ հայկական օջախ կա, այդ օրը կարող ենք օնլայն ապացուցել մեկս մեկի, որ բոլորիս համար այդ օրը լավագույն օրն է։ Եվ սեղանները փողոցներում է գցած։ Ոչ թե արհեստական, դու որոշես ցեղասպանության հաջորդ օրը խորոված փառատոն, քաղաքացու տոն, ոչ քաղաքացին։
Այն որ իր կարծիքով դու վաղուց պետք է գնդակահարված լինեի պատի տակ, բայց քանի դեռ դուբինք են ձեռը տա այդ քաղաքացի ծեծերով լսում ես բանտերը, այդ քաղաքացու մասին է խոսքը, թե քո այն անասնահոտի, որ ամեն ինչում համաձայն է քո հետ։ Հայաստանում քաղաքացի չկա, որ քո հետ համաձայն լինի, որտեղ ով քո հետ համաձայն է, նա արդեն քաղաքացի չի։ Թուրքանգերը, սա Young Turks բան կա, ալիք կա, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այդ ռադիո ալիքում աշխատում, նաև YouTube-յան ալիք կա, նաև Անա Կասպարյանը, կոչվում է Young Turks, երբ թուրքեր, ինքերը թուրք է, դե լսենք իրան, տեսնենք թուրքը Նիկոլա թե ինքը։ The Armenian genocide happened. It existed. It's true. Okay. I don't know how I could be any clearer than that. So I know that some Turkish folks grew up believing in things that were taught to them, whether it was in Turkey or through other means. And I know because I lived them, right? That's my Turkey. Եվ Հայաստան հայկական ցեղասպանությունը եղել է եւ դա ճշմարտություն է, ասում եմ, չգիտեմ, Էլսանից ավել པարս ոնց ասեմ։ Ես գիտեմ մարդիկ կան, ուրիշ տեղ են մեծացել, ուրիշ գրքեր են կարդացել, ուրիշ դասիրակություն ու ուրիշ ինֆորմացիա հետակ են եղել։ Ես էլ եմ դա մեջով անցել։ Լսում եք, չի վաղներ։ I'm a Turkish American and I grew up believing the things that I was taught. And I looking back on it, some of it is absolutely absurd. And there's Armenian genocide is an incredibly serious ing I'm only Եվ ասում ես հասկացա, որ հետ նայելով ես լրիվ absurd է ասում, եւ այդ հայկական ցեղասպանությունը մեծ խնդիր է իրականում։ This in the context of other things that I was taught in Turkey are now you look back are comical. So I remember that we were taught when I was in 3rd grade, but apparently we had some history between 1st and 3rd grade there. And I remember we were taught that the Turks had never lost a war other than World War I, because that one was. Երբ դասանում է եղել, երբ որ տեղափոխվել Ամերիկայի Միացյալ Նահանգները, եւ ինքը տամեն չի հիշում է։ Իսկ հիշում է, որ իրան սովորացնում են, որ թուրքերը երբեք պատերազմում չեն պարտվել։ Բացի առաջի համաշխարհային։ It's a little hard to deny. And then later, when I read stuff about how Turks had lost many different wars, I was confused at first. Because Հետո որ հասկացել եմ, որ չէ, թուրքերը լիքը պատերազմում են պարտվել, ստելա բանալ, ներվել, խառնում են իրար։ Taught something when you're a kid, it is super hard to break, including religion, right? Այո, ասում եմ, երբ որ դու երեխա ժամանակից այդ ամեն ինչը լսում են ուղիղ, շատ դժվար է ջարդել, շատ։ Սա դժվար է լինելու նաև մեր համար, որովհետև 8 տարի, այս 8 տարվա ընթացքում սերունդ մեծացավ Հայաստանում։ Եվ այդ սերունդը լսել է Փաշինյան Նիկոլի ճախերը։ Սոսկալի է։ Այս սերունդը դժվար է լինելու դաստիարակել հետո, փոխել։ Ոսել չէ բալես, չէ։ Տղամարդը չի կարող ճիվաղ լինի։ Տղամարդը չի կարող փալաս լինի եւ հպարտ լինի իր փալաս լինելով։ Ոդի շո դու տեսել ես դա տղամարդու տեսակ չի։ Դա ուղղակի բնության խզբզանք է եղել։ Եվ ֆիզիոլոգիական եւ բարոյական իմաստներով։ Շատ դժվար է լինելու այդ սերունդը աշխատել։ And so, of course, Turks have lost wars. That's preposterous, right? And I remember we used to chant when I was a kid, Turkey's the biggest, there's no other country. Դա ինչ որ է։ Թուրքիա, որը պարզվում է, մի բան, որ Փաշինյան Նիկոլը վախենում է անում։ Իսկ հիմա վերադառնանք այն հարցին, թե ճիվաղը կարողանալու է որոշի, որ մենք ամեն ինչ պետք է մոռանանք։ Արցախցիները դիմում են մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Եվ այսպես 26 ապրիլի դրությամբ այս տարվա ավելի քան 1000-ից ավել անձի շահեր ներկայացվել է շուրջ 500-ից ավելի գագաթների միջոցով, հայտնում է Արցախ միջազգային իրավաբանական նախաձեռնությունը։ Գործընթացի շրջանակում նախաձեռնությունն ընդունում է բռնի տեղահանված արցախցիներին, որոնք ներկայացնում են Արցախում իրենց բնակվելու վայրը, համապատասխան գույքի սեփականության եւ արժեք փաստաթղթեր եւ այլն եւ այլն եւ այլն։ Եվ այդ ամեն ինչը գնում է մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Փաշինյան Նիկոլ, դու կարող ես վենեքդ փրթել նույնիսկ
ասել նման բան չի եղել։ Այո, որտեղ դու էլ հանցակից ես, հանցակից։ Տականք դարի կողմնորոշվի։ Եթե իրանց ոչի բան չես սպառնում, բան չի դուրս եկան։ Իսկ եթե ստիպված դուրս եկեք, ինչի պետք է մոռանան։ Դու հանցակից ես, դու պատմության մեջ, հայկական իրականության մեջ անչափելի, ամենաանչափելի հանցագործներից մեկն ես, եթե ոչ ամենահանցագործը։ Ես որ ասում եմ դու, քո այդ բոլոր նրանք են, որ ես նաև, որ ես ամբողջ ընթացքում եղել եմ կողքդ։ Հիշի, մի բան հիշի։ Անես մարդկանց համար, որպեսզի ես եմ, իրանք շատ են։ Չմտածես հանգած մենակ ես եմ։ Իմ նման մարդկանց համար, այս ամեն ինչի համար չկա բան։ Ժամկետ, ասենք, որ լավ է ժամկետից հետո արդեն ինքը բան չի։ Լավ, եղել, չկա։ Հետևաբար, դու չես կարողանալու գտնես կյանքիդ մեջ մի օր, որ դու վախով չքնես։ Եվ ասում դու բոլորդ միասին եք, բոլորդ։ Ձեր հետևից գալու ենք։ Այս ամեն ինչը չի անցնելու, հենց։ Մենակ մի բանի համար, որ ես էլի չկրկնվի։ Մեկը որտեղ ինչ որ եղել է, մեր կորուստներ եղել է, հետ չեն կարա բերենք, մարդկային կորուստների մասն է խոսքը։ Բայց պատիժը անպայման է, որ սա էլ չկրկնվի։ Հենց մենակ դրա համար օդում, ջրում, ցամաքում, մի շաբաթից, մի տարուց, 10 տարուց, երբ ուզում ալի, երբ հնարավորություն եկավ, ձեր հետևից գալու ենք ու գլոբուսի վրա չի լինելու միտեղ ու չկա այդպիսի միտեղ, որ հայ չլինի։ Ու չկա այդպիսի միտեղ, որ մեր նման հայ չլինի, որ այս նույն ցանկություններով քնում երազում է, որովհետև քո նման տականքը, այդ բոլորի հեղինակությունը, ինքնասիրությունը, արժանապատվությունը, ինքնությունը գցել է ոտքերի տակ, իր կեղտոտ ոտքերի տակ ու սրան ներում չկա։ Այս տահակը հիմա էր ասում, ժողովրդի ձայնով պետք է արտահայտվի նաև Աստծո ձայնը։ Փաշինյան ընտրություններով մտադիր է նաև կաթողիկոսի հարցը լուծել, հաբավո։ Աստծո ձայնը։ Ները խոսում է Աստծո անունից։ Գիտեք ինձ հիշեցի։ Սես մի հատ անասուններ բանում կա, չէ՞, Ամերիկայի Միացյալ Նահանգներում կա, չեմ նստած։ Դրա նախարարը, այդ պատերազմի նախարարը, իր զինվորներին համոզում էր, որ դուք հիմա Աստծո անունից եք կռվում Իրանի դեմ, բա։ Դուք Աստծո անունից եք կռվում։ Այո, ձեր գործը քրիստոնեությունը տարածելու համար, փրկելու համար է։ Հասկանում եք։ Սրա ժանգոտ տեսակ են մյուս ները, որ նստած Ամերիկայի Միացյալ Նահանգներում, մի քիչ էլ եկել ասում ես, քրիստոնյաներին փրկելու համար եմ եկել։ Բա։ Իր ժամանակ է սկսեց ամենակործանարար պատերազմը Արցախում։ Իր ժամանակ էր, որ ամբողջ Լիբանանում, եւ Լիբանանի եւ Պաղեստինի տարածքում քրիստոնեական բնակավայրերը ոչնչանում են, այդ իր ժամանակը։ Այտենց բոլոր կեղտագույն գործերը արվել է Աստծո անունը տալով։ Հիմա այս ները Աստծո անունից է խոսում։ Բա ժողովրդի ձայնով պետք է արտահայտվի նաև Աստծո ձայնը, որ ինքը կարողանա կաթողիկոս փոխի։ Գրել է։ Ոնց։ Իրանց համար բան են գրել։ Ես համոզված եմ, որ ժողովուրդը որպես Աստծո ձայնի կրող, համաձայն 25-րդ Սաղմոսի, այդ թվում այս հարցում դատը կլուծի 26 թվականի հունիսի 7-ին, ասաց Փաշինյան Նիկոլը։ Ժողովուրդը կարող այդ հարցը լուծի ամսի 7-ին։ Հա, կարող դեմքով դառնա դեպի Աստված, ասի ես ոնց կարամ ներին ձայն տամ, ու այդ հարցը հետո լուծվի։ Այն ժամանակ դու կարող ես սվես արդեն։
Մնացած անհետությունը չեմ ուզում կարդամ։ Ոչ մի բան ասեմ։ Ցանկացած մեկը, որ սրանց ձենա տալի։ Նա ոչ միայն մարդ չի, նա նույնիսկ հայ քրիստոնյա չի։ Որտեղ մարդը կարա հայ քրիստոնյա չլինի, բայց գոնե մարդ լինի։ Մարդ լինի, հիմա կարա հավատացյալ չլինի, այլ կրոնի ներկայացիչ լինի։ Նա ոչ միայն մարդ չի, նաև հայ քրիստոնյա չի։ Հայ քրիստոնյան ներին ձայն չի կարա տա։ Եվ այսպես սահմանում միայն ների զավակները կտան սրան ձայն։ Սրա էջը փակել է պետք։ Եվ բոլոր են մարդկանց էջերը, որոնք աջակցում են սրան։ Դուք հասկացեք, չի լինում, այսօր բան էի, հարցում են այն գիտական, ասես միտքս էլի բռնեց։ Իրոք չկա մութ, ժողով, մթություն չկա, մութը հնարավոր չի չափել։ Մութը դա լույսի բացակայությունն է։ Օրինակ լույսը կարելի է չափել, լույսը չափելի է։ Լույսը բեկվում է, հա, լույսը ունի չափանիշներ, ինքը մի խոսքով, ինքը լույս կա, մութ չկա։ Մութը դա լույսի բացակայությունն է։ Նույնը չարին ու բարին է, չարն ու բարին է։ Այս ինչ որ կա, դա բարու բացակայությունն է։ Ինքը չարը դա բարու բացակայությունն է։ Ու այն մարդու մեջ, որ դա բացակայում է, նրա մեջ բացակայում են Աստված։ Ասում են, եթե չկա այդ իմպաթիան, հա, այդ կարեկցանքը, որը մարդուն անասնունից առանձնացնում է, հասկանում եք։ Հենց այդ աստվածայինն է, կարեկցանքը, այդ անգլերեն լավ անջում էր այդ compassion բառը։ Հենց այդ կարեկցանքն է։ Եթե մեկի մեջ էդի չկա, ժողով, դա Աստծուց չի։ Հասկանում եք, դա հենց չարն է։ Ինչպես մութն է լույսի բացակայությունը, անեցնել չարն է բարու բացակայությունը։ Եվ ինչ է բարին։ Բարին դա կարեկցանքն է, կարեկցանք։ Երբ որ դու կողակցի նկատմամբ կարեկցանք ունես, իր ցավի հետ դու հաղորդակից ես, իր ուրախությունը ուրախանում ես։ Եթե մեկը սրան աջակցում է, նշանակում է ժողովրդի ցավը իրան հետ չբան չի եղել։ Նշանակում է դու գործ ունեք չարի հետ, անկախ նրանից իր անուն ազգանունը ինչ է, ինչ բարեկամական կամ ընկերական հարաբերությունների մեջ եք դուք իրար հետ։ Դենց է, կարեկցանքի բացակայությունը արդեն դա չարն է, արդեն դերն է։ Բայց գիտեք ինչ, ինքը մենակ կոտոշներով է լինում։ Դա հրեաների մոտ է ինքը կոտոշով։ Իսկ հիմնականում դա այո, խավար հենց լույսի բացակայությունն է։ Ու խավարի սիմվոլը Հայաստանում սա է։ Խաչն ապիրում, երեխեքին սպանելով հանդերձ։ Այսօր երկար ժամանակ Հարություն Բաղբասարյանի հետ ուզում ենք հասկանայինք, ոնց է պատժվում օրենքով գիտակցաբար հազարավոր երեխեքի տանել սպանելու փաստը։ Ես բացատրում ասում եմ ճիշտ ես ասում, օրենք չկա, որ հղում անենք, պետք է գտնենք։ Հասկանում եք ինչ աբսուրդ է։ Ինքն ասում է, ես գիտակցաբար եմ հազարավոր երեխեքի տանել սպանել, հիմա տողը, որ պետք է լինի այդ հոդվածի մեջ, չկա գրած։ Չկա գրած։ Հիմա պետք է մտածենք, դա ոնց է ալու։ Իդեպ, Ալիևը, եթե ուզում է իմանա ամենամեծ նեղավորը ով է, այս պատերազմի ընթացքում, ինքը կարա ուղղակի կալանավորել տա Փաշինյան Նիկոլին։ Որովհետև եթե ասում եմ իր համար Ադրբեջան, Արցախ Ադրբեջան էր, Ալիև, լսում ես։ Եթե Արցախ Ադրբեջան էր, էսի ոնց էր կոչանում մարդկանց, ասում է բրոնիկ, կասկա հակեք գնացեք կռվելու։ Ասում սա է կոչարել։ Բաբի քրական գործեր ես տականքի վրա բանալա։ Պահանջի հանձնեն քեզ։ Մենք սիրով կտանք։ Այսպես մեկ աբսուրդի մեջ ենք ընկնում։ Փաստը կա հանցագործության, հանցագործության փաստը կա։ Հիմա մենք պետք է մտածենք, դա ոնց մի ձևակերպենք օրենքով, ուսան դատ է։ Ստեղ են ասում, եթե տենց օրենք չկա էլ կգրենք։
կգրենք, փաստը կա չէ, որ գիտակցաբար ինքն ասում, ես իրա բարենա, ոչ իվան չեմ օրինում ինձանից, գիտակցաբար երեխեքին տարելա կոչելով, կոտորելու, ընդ որում միջև այդ հագելով մոբի բոլոր հնարավոր զարգացման ձևերը, աշխատելու ձևերը, կանգնեցնելով նույնիսկ մոբիլիզացումը արդեն հոկտեմբերի 5-ից, որոնք ավելի պատրաստված կարող են լինել, դա փոխարեն ավելի հախուռն երեխեքի ուղղակի կոչեր անելով, աշխատելով նրանց հայրենասիրության վրա, տանեն կոտորել, ինչքան շատ այնքան լավ, որ հանգարց չասեն ինքը դավաճանա։ Սրան ընթողը, ների զավակը, ների, նշանակում է այն ինչի մասին այսքան ես խոսացի, իրան ոչ իվան չի ասում։ Իրան ոչ իվան չի ասում նաև Ստեփանակերտում արդեն պայթեցվող երկրորդ եկեղեցին։ Ստեփանակերտում պայթեցնում են արդեն երկրորդ եկեղեցին, երկրորդ, ինքը ստեղ եկեղեցին ազում փակի։ Զուգահեռ աշխատում են, հիմա սա նորմալ համարող, դա կլինի Արտուր Աբրահամ, դա կլինի ով ուզում լինի անազգանու, թքած ունենամ ամեն ինչի վրա։ Եթե մեկի համար սա նորմալ է, նշանակում է մենք գործ ունենք ների հետ էլի ժողովուրդ։ Թող նույնիսկ բոլոր նրանք, ովքեր իմ խոսքերի մեջ տեսնում են այն մարդկանց նաև, ովքեր իրենց համար հարազատ են։ Բայց դա իմ մեղքը չի։ Դա իմ մեղքը չի։ Դա իրենց ընտրությունն է։ Իսկ եթե դու գործ ունեք մեկի հետ, որ թքած ունես ամեն ինչի վրա, վստահ եղեք, թքած ունի ինքը նաև ձեզ վրա։ Դուք իր համար ընդամենը հարմար ժամանակավոր հենակետ եք կամ շփման մարդ։ Ժամանակավոր։ Որտեղև տակը ոչ մի արժեք չկա։ Ռուսիայի նախագահն ամսի 5-ին գալի։ Այս ամեն ինչը հարգելի արցախցիներ, հարգելի հայեր, հարգելի ընկերներ, այն ինչի մասի ես խոսացի, ես քրեական գործերով, մենք պետք է լավ պատրաստվենք այդ օրը, լավ։ Հնարավոր բոլոր ձևերով, էլեկտրոնային նամակներով, ձեռքի նամակներով, պլակատներով, ես չգիտեմ, երկերով, պարերով, Մակրոնը պետք է բոլոր տեղերը կարդա։ Դու սեղմում ես ցեղասպանի ձեռքը։ Նիկոլ Փաշինյանը հավասար է Իլհամ Ալիև։ Էթնիկ զտում, չգիտեմ, ձևակերպեք ոնց ուզում եք։ Մակրոնը պետք է կարդա այդ օրվա մեջ, որ ինքը լինելու է Հայաստանում, բոլոր հնարավոր տեղերում։ Եվ միջև այդ իր դեսպանների եւ կոբաների միջոցով նաև պետք է տեղեկացվի, որ դու գալու ես ձեռը 11-ին, որ ինքը ցեղասպանություն է, չէ՞ որ քո երկիրն էլ է խոսում սրա մասին, էթնիկ զտումների մասին, ու սա ասում է մոռացեք։ Սա ասում է մոռացեք, որ երեխուն սպանել են։ Այս տեսակի մասին է խոսում։ Այս անտարբեր դատարկ թքած ունեցած ամեն ինչի վրա, սա հենց այս լույսի բացակայությունն է, այո, կարեկցանքի բացակայությունն է, դատարկ տարածք, ամենավտանգավոր տեսակը։ Դե այստեղ նայենք այս ռեպորտաժը։ Այս ընտրություններում ժողովրդի ձայնի միջոցով պետք է արտահայտվի նաև Աստծո ձայնը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ ժողովուրդը հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում պետք է նաև պատասխանի հարցին, արդյոք ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II պետք է հեռանա, թե ոչ։ Պետք է Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պատասխանեն այս հարցին, իսկ ինչքանով է իրենց համար ընդունելի, որ Կտրիչ Ներսիսյանը Հայաստանի Հանրապետությունում արդեն բավականին երկար ժամանակ եկեղեցին դարձրել է քաղաքական կուսակցություն։ Եկեղեցին ըստ էության Եկեղեցին քաղաքական կուսակցություն չի եւ չի դարձել, այլ դու ես պետությունը վերածել բազարի։
Դու ես մոռացել ինչ է նշանակում սահմանադրություն, դու ես նշանակում ինչ է նշանակում լիազորություններ, դու ես քեզ կորցրել, եւ դու չես կարող ընտրությունների մեջ կետ տնես, որ ընտրում ենք կաթողիկոս, թե չենք ընտրում կաթողիկոս, հələ դու ում շունն ես, դու լուրջ մտածում ես դու Աստված ես երկրի վրա, Թրամփն էլ այդ ես մտածում իր մասին, երկուսիդ վերջն էլ եկել է, Տոնապես ամբողջությամբ զբաղված է քաղաքական գործունեությամբ։ Հոգևոր քարոզները թողած զբաղված են քաղաքական քարոզներով եւ ընդ որում այդ թվում մարդիկ շատ հաճախ անցել ես չեմ ուզում շարունակեմ, սա ում համար ընդունելի է, փակեք այդ էջը, փակեք ժողովուրդ, լսենք սա, Էշ գարան մորթով եկար մեր կյանք քո քայլերթով, Քո քայլեր դու մի հրեշ գարան մորթով եկար մեր կյանք քո քայլերթով, Քո քայլերթը խլեց կյանքեր, ոտքեր, ձեռքեր, քանդեց տներ, շեներ, վանքեր ու հոգիներ, Դու քայլեցիր, որ մենք չհոգենք, որ տառապենք, ողբանք, սքանք, խաղաղ օրվան երանի տանք, Դու մի հրեշ գարան մորթով մեզ թողեցիր ցավով, դարդով ու ամոթով, Դու պղծեցիր ինչը սուրբ էր, թաղեցիր այն ինչը կյանք էր, սեր էր, հույս էր, հային հայի դեմ հանեցիր, մի բռունցքենք, պառակտեցիր, Դու մի տականք, դու մի սողուն, դու մոլագար, եկար գահի, որ մի սերունդ չտա, որ աշնանը մեր բաց գլխին անձրևի տեղ արյուն նահի, որ կորցնի մայրը ձագին, յարը յարին, բալեն հորը, միայն լինի կուշտ քո փորը, անիծումը գալուտ օրը, Դու խով եկար, որ մեր հայի ոգին կոտրես, Չէ, դու հայ չես, դու չարիք ես հայի գլխին, հային ատող, հայից վառված ողորմելի մի արարած, Ատում եմ քեզ, մեղմ է ասված, Աստծո խոսքով չարիք գործող պիղծ կենդանի, Դատաստանդ հայը չանի, չկասկածես, Աստված կա։ կարող են կանխել պատերազմը, որի արդյունքում մենք կունենայինք այս նույն վիճակը, իհարկե առանց զորքի։ Որի ունենայինք այս նույն վիճակը, իհարկե առանց զորքի։ բայց ամեն ինչի նորմալ նայորին ինչ ասես, ուրիշ, ինչ կարելի ասել, Երևի դուք հիշում եք արցախցիային երեխան, որը ահաբեկվել էր ես ստորածնի կողմից, մետրոյում, և այսպես, Հաբինե Մոսյանի որդին, որ հետո գնում էր մրցումների, Հայաստանն է ներկայացնել, աշխարհի և Եվրոպայի շախմատի առաջնություններում, ինքը գնալու է ներկայացնի մի երկիր, որի վարչապետը մետրոյում իր վրա մատ էր թափտալիս, Բաբալես, դու ես մեր երկրի ներկայացուցիչը, ինքը չէ, ինքը անցումային տականքը, դու ես մեր, դասականայի պատմություն,
տնից, երկրից, հայրենիքից զրկված երեխա պետք է գնա աշխարհ ներկայացնի։ Ինչպես մեր ցեղասպանությունից պրծած հազարավոր եղբայրներ, հայրենակիցներ դարձան տարբեր երկրներում չեմպիոններ, գիտնականներ, նկարիչներ, գրողներ, ինչպես Արշիլ Գորկին։ Այ բախտը գրողը տանել։ Բացի մալես դու ես մերը, մեկ էլ քոնը։ Այս ժամանակավոր արյունոտ մղձավանջը կանցնի։ Միջդեռ խոշոր երջերավոր տականքի խնդիրն այլ տեղում է։ Ադրբեջանը թույլ չի տալի, որ Թուրքիան իրանց հետ բանակցի։ Օրվա հումորն է։ Լրիվ հումոր։ Այս անասնակերները չեն էլ հասկացել, որ իրանց հետ ոչ մեկ չի բանակցում։ Որտեղ ձեզանից արժեք չեք ներկայացնում։ Ձեզ հետ չեն բանակցում, ձեզ ասում են դուք ինչ անեք, այ անասունն է։ Դուք նույնիսկ հարգանք չունեք, որ ձեր հետ բանակցեն։ Ես չեմ եղադրում Թուրքին ու Ադրբեջանցուն։ Ինչի ինքը ձեր հետ պետք է բանակցի։ Իրանք պետք է ասեն, որ դուք անեք։ Չէ՞ որ ձեր կարգախոսներ, ասեք անենք։ Դուք դրան եք սովոր։ Որտեղ ամբողջ կյանքում դա եք արել։ Ձեզ ասել են, դուք արել եք։ Դուք ուզում եք ձեր հետ բանակցել, բանակցում են արժանապատիվների հետ, բանակցում են ուժեղների հետ։ Ձեր նմաններին ասում են։ Բա ինչ եղավ ձեր խաղաղությունը, այ որփու անտերներ։ Տարեք, ցույց տվեք սրանց հավատացող են հոտին։ Արա ասեք, բա ձեր խաղաղությունն ինչ եղավ։ Խանգարում է։ Տեսենք Սարգսյանին։ Տուրվան օրս Սփյուռքը չի կարողանում ընդհանրապես քրագշրել դալ իրեն ներկայությունը, ինչ որ գվերապերի Սփյուռք եւ ինչ որ գվերապերի զրուցակից Հայաստանի Հանրապետության։ Եվ սա մի քանի խնդիրներով բաղկացած է, առաջին հերթին որ Սփյուռքը իրականության մեջ վիճակի չեղավ գազམ་ակերպվելու, նախ եւ առաջ ցանկություն չեղավ։ Ոչ կուսակցությունների կողմէ, ոչ այլ անհատների կողմէ։ Իսկ երկրորդ, որովհետև Հայաստանի Հանրապետությունը չուզեց, որ ընդհանրապես Սփյուռքը խառնվի իրեն ունեցած խնդիրներով։ Եվ ընդհանրապես Սփյուռքը դեսավ իբր մանավանդ 2018-ին մինչև այսօր, իբր հակառակորդ։ Եվ Ոչ միայն, ոչ միայն։ Սկզբից Լևոն Տեր-Պետրոսյանն ասեց. չէ, դուք հեռու գնացեք, դուք չխառնվեք Հայաստանի գործերին, դուք պիտի փող տաք ընդամենը։ Դուք պիտի փող տաք։ Հետո եկավ Քոչարյանն ասեց. չէ, դուք պիտի փող տաք, դուք պիտի չխառնվեք, նաև դուք իրավունք չունեք ընտրելու։ Ովքեր Հայաստանում չեն ապրում, նույնիսկ Հայաստանի քաղաքացի են։ Այո, հետո եկավ Փաշինյան Նիկոլ, որովհետև Սփյուռքը դա այն ուժն է, որին ջարդել, կտրել պոկելապետ Հայաստանից, եկեղեցին եւ Սփյուռքը։ Այն ինչ որ ասել է Էրդողանը, այն ինչ որ անում իրականացնում է Էրդողանի ճուտ Փաշինյան Նիկոլը, իր մնացած Փաշինյան Նիկոլների հետ։ Սա նոր չի սկսվել։ մի միլիասեի աչագից Հայաստանի ալակելական եկեղեցու։ Ինչ որ հիմնովին սխալ է, որովհետև ուղագի տնել Սփյուռքի անցանց մի անգյունի մեջ բիդագավորելով իրենց իբր աչագից մի քաղաքապարախոսական դեսանգյունի, դա առնվազն թեթև է, չասելու համար մագերես է։ Շատ մեղմ ասես, դա մակերեսային չի, դա թշնամական է։ Թշնամական։ Ինչ պիտի անի Սփյուռքը։ Նախ չլսեն հիմարներին, առաջնայինը, որոնք երբևէ կգոռան ձենները տակ տեղից է գալիս, դուք իրավունք չունեք խառնվելու մեր գործերի մեջ եւ այլն եւ այլն։
Ցանկացած նման ձայն հանող ենք առնվազն անձնագրով եւ ֆիզիոլոգիապես հիմար է։ Անկասկած։ Ուստի պետք չի դրանց լսել եւ պետք է ամենակտրուկ եւ կոպիտ միջամտություն ունենալ այն ինչ որ կատարվում է Հայաստանում, որովհետեւ Հայաստանի ժողովուրդը կոտրած է, վարժեցրած է, ծնկի է բերած, եթե կուզեք իմանաք։ Այն աստիճան, որ ինքը եթե մի ժողովրդի բանակը 14000 է, ոստիկանություն 35000, հասկանում եք ժողովրդին ինչ են արել։ Երբ մեկը գտել է ասում ինչ եք մեր բանակի թվերն ասում, ուզում է ասել տիկին։ Եթե մտածում եք թշնամին ինձանից պետք է բանակի թվերն իմանա, մենք ենք իրանից իմանում։ Թշնամին գիտի ոչ միայն մեր բանակի թիվը, նաև գիտի անուն ազգանունները ծառայողների, հասցեներով հեռախոսահամարներ, հրամանատարների հասցեներ հեռախոսահամարներ, ով ինչ հատում, երբ հատում, ով ինչ որտեղ մատակարարեց։ Եվ դա գիտի ոչ թե այսօր, դա գիտեր 19 թվականից դեռ։ Վերադառնանք մեզ։ Հայաստանի ժողովուրդը շատ ծանր վիճակում է։ Որպեսզի մենք հույսներս դնենք, որ Հայաստանի ժողովուրդը ինքն է միայնակ կարողանալ այդ հարցը լուծել։ Ոչ, մենք ամենակոշտ ու ամենաչոր կոպիտ միջամտությունը պետք է ունենանք։ Մանավանդ, երբ որ գալիս հասնում է նրան, որ սրանք գալի հասնում են մեր դուռը, իրանք պետք է ստե քայլելու տեղ չունենան։ Իրանք պետք է ստե պահկվելու տեղ չունենան։ Իրանք պետք է պատրաստ լինեն պատասխանել բոլոր այն հարցերին, որոնք իրականում կա, ոչ թե գտնել իրենց համար փափուկ մի տարած, որտեղ սելֆիներով խափելով կասեն գնացինք Սփյուռքի համատություն, բան ունեցանք, հանդիպում ունեցանք եկանք։ Դա պիտի վերանա։ Դա պիտի Սփյուռքը պիտի դառնա թելադրող ամենակոշտ մեթոդներով միջամտող, որտեղ դրա բարոյական իրավունք ունի։ Դա վաստակել է ինքը։ Մենակ մի բանի համար։ Եթե Սփյուռքին հետաքրքիր Հայաստանի ճակատագիրը, նշանակում է ինքը դրա բարոյական իրավունքը ունի։ Վերջ։ Մենք պետք է ուրախ լինենք, որ Սփյուռքին հետաքրքիր է Հայաստանի ճակատագիրը։ Ոչ թե ասենք, ես հետաքրքիր է, բայց ոչ հիմա մի արա։ Չէ, այն հանգամանքը, որ արդեն հետաքրքիր է, հետաքրքրված է Հայաստանի ճակատագրով, մանավանդ ասենք, չգիտեմ, Սարգիս Շահինյանի նման մի մարդ, որ Հայաստանում չի ծնվել։ Այնքան մարդ կա Սփյուռքում, Հայաստանում չի ծնվել, Հայաստանի քաղաքացի չի, բայց իրան հետաքրքիր է ճակատագրը։ Մենք փոխանակ ուրախ լինենք այդ մարդկանց զգացմունքների պատրաստակամությունների վրա, մենք ասենք դու գործ չունես։ Դրա համար այո պետք է լինել կատարյալ անձնագրով եւ ֆիզիկապես, բիոլոգիապես հիմար, որպեսզի նման բան ասել։ Ներելու տեղ չկա, հանդուրժելու տեղ չկա։ Ես տրամադրված չեմ, ես բան չունեմ։ Ոչ մի ցանկություն չունեմ, մեկին ինչ որ ասեմ չէ, պետք է պատժվեն սրանք։ Բոլորը, եւ աջակիցները, եւ իրականացնողները։ Մենք մտել ենք սարդարապատ։ Մենք չենք կարող թույլ տալ նման ռևերանսներ, նման ճոխություն։ Amnesty International կրկին քննադատել է Հայաստանի ոստիկանությանը։ Դուք պատրաստվեք Հայաստանի ոստիկաններ եւ Amnesty International։ Դեռ ինչեր է սպասվում մեզ մինչև հունիսի 7 եւ հունիսի 7-ից հետո։ Պատրաստվեք։ Որովհետեւ Հայաստանում էս 30 տարվա մեջ աճեցվեց եւ բուծվեց մի կաստա։ Հայաստանում կաստաներ չեն եղել, բայց այս ընթացքում հասցվեց բուծվել այդ կաստան։ Որը երբ որ դիմացը ուտելիք է տեսնում, մոռանում է, որ վերև Աստված կա։ Այո։ Հիմա ուղղակի նենց է ստացվում, որ կաստան բուծողները նեղված են այդ կաստայի գոյությունից։ Մոռանալով, որ իրենք են այդ կաստայի հիմնադիրները, սկսած Ռոբերտից, սկսած Լևոնից, մինչև Սերժ Սարգսյան։ Դուք եք այս կաստայի հիմնադիրները եւ դուք նեղվում եք այս այլանդակության գոյությունից։ Դեմքը կորցրած, բարոյականությունը կորցրած, բիոզանգվածից, որ
իրանց երեխաները ապագաները իրանց չհետաքրքրում, իրանց սովորացել, իրանց վարժեցրել են, հատուկ ֆիլտրներով են անցկացրել, որ ոչ մի ուղեղով մտածելու ունակությամբ մարդ չմտնի հանկարծ այդ համակարգ, որի բութ հրամանները կատարող, որտեղ միակ բանը, որ պարտադրվել է, պահանջվել է, դա է եղել, ոչ մասնագիտական ունակություն, ոչ ֆիզիկական պատրաստակամություն, ոչ օրենքի իմացություն, ոչ, դու պիտի լինես այն մեքենան, որ ասենք արա, դու պիտի գնաս անես, վերջ, դա է եղել պատրաստ, չէ, ֆիլտրները տենց է դրած եղել, 30 տարի, դա մի ամբողջ սերունդ է, Այստեղ ոչ միտեղ չի գնացել այս սերունդը կա, այնպես որ Amnesty International հլանես բաներ արինելու Նիկոլ Փաշինյանը ինքը ինչ արել է, մենք բոլորս գիտենք ինքը ինչ արել, բայց մի շատ հետաքրքիր գործողություն տեղի ունեցավ մեր իրականության մեջ, միգուցե ինքը չգիտակցելով դա արեց, բայց այդ մի լավ բանը եղավ ամբողջ պատմության, հայ պատմության մեջ, իրականության մեջ, երբ որ ինքը ինձ թվում անկախ իրենից անհատապես բացեց բոլորի էությունը, սկսած իրենից, վերջացրած այն ամենավերջին հավաքարարով։ վերջ բացել է, չէ, տեսել եք, չէ, էլ խնդիրն ինչումն է, փագեք, շպրտեք աղբաման գնա, այս էջերը պետք է փագի, ոչ մեկ թող հույս չունենա, որ կարող ինչ-որ մեկը փոխվող է, ինչ-որ մեկը կարող է լավ չի հասկացել, չէ, Հայաստանում հիմարներ չկան, ես ուզում եմ ձեզ ցույց տամ երեկվա իմ դրած հարցումների արդյունքները, թարմանցնեմ, 12,000 մարդ է մասնակցել ու արդեն սա հստակ թիվ է, 4 տեխնացու և ձայները գնացել հետևյալ հերթականությամբ, Գուրգեն Սիմոնյան 15%, Սամվել Կարապետյան 21%, Վարդան Ղուկասյան 52%, Արտակ Սարգսյան 12%, հետաքրքիր է, հենց Վարդան Ղուկասյանը այստեղ անենք, այս 52%-ը բաժանվում է մնացած 3-ի մեջ, ում ուզում ես դիր, ասեն Վարդան Ղուկասյանը միայն նա ավելի շատ ձայն ունի, քան 3-ը իրար հետ, 12,000 հոգու քվեարկության արդյունքում, հատուկ չեմ դրել Նիկոլ Փաշինյան, որովհետև այս ձայների բալանսը շատ փոխվում է, շատ ակտիվ է փոխվում, ես հետևում եմ, հետո առաջ, ասեք ստեղ Գուրգեն Սիմոնյանը 3%-ով ավելի շատ է, քան Արտակ Սարգսյանը, մինչդեռ ասենք մի շաբաթ առաջ հակառակներ ուղղակի, բայց Սամվել Կարապետյանը վստահ իր 25-30%-ը ունի, ամեն դեպքում ավելի շատ, 2 անգամ առնվազն ավելի շատ, քան Փաշինյան Նիկոլը, դե առաջատարն է, Վարդան Ղուկասյանը չի քննարկում դա, չի եղել այտենց քվեարկություն, որ դրված լինի, ինքը լինի, ու ասենք 50% չլինի իր ձայնը, սա ցույց է տալիս այս 12,000 հոգու քվեարկությունները, անշուշտ այս 12,000 հոգին Հայաստանում քվեարկող չեն, այս 12,000 հոգուց երևի 8,000-ն է Հայաստանից, մնացած 4,000-ը կարան դրսից լինեն, դա տենց է, 60%-ը ինձ դիտում է Հայաստանից, մնացած 40%-ը Դամար մասում, 12%-ը 12,000-ը մեծ թիվ է, գոնե 8,000-ը Հայաստանի ի վերջո, մենք խոսում ենք մարդկանց գնահատականի մասին, վստահության մասին, կապ չունի որտեղից է ինքը քվեարկ, ի վերջո, վերագարեջ, սա Հայաստանն է, ընկերներ, նայեք, ու սա փառաքարն է, լոռու ձորերը չի, փառաքար, տեսել եք սենց, ես անդադ ուզում եմ հասկանամ, որտեղ կա սենց ցեխաջուր փառաքարում, որ կարող մեքենա անգնի ու մարդ փրկեն մեջից, սա փառաքար է,
Abri Surun. Բավարար ասում ենք փրկենք Մորքուր ջան։ Տեսա ոնց փրկվացի։ Հաղթում էի։ Սա Հայաստանն է այդ մեքենան։ Մենք էլ մեջն ենք։ Բայց կամ մենք մեզ կփրկենք, կամ Փաշինյան Նիկոլը մեզ տենց ցեխաջերով, ցեխակոլով կխեղդի, առանց ափսոսելու։ Գնանք տարածաշրջան եւ վերադառնանք։ Created room for negotiation. Well, the Iranian government may in fact have a death wish. President Trump has offered them pretty much every way out. He's created room for negotiation with the ceasefire. Սա ամենահայտնի, ամենավտանգավոր սիոնիստ կաուզիչներից է, որ ասում է, դե Իրանյան ռեժիմը ստորագրեց իր մահապատիժը։ Հերթական անգամ ստորագրել է իր մահապատիժը, որտեվ Դոնալդ Թրամփը մեծահոգաբար լիացնվեց տարածք, իրանցիներն չեն ուզում բանակցել, ոչ չեն ուզում, ուղարկում են գրողից ոնց ասում են, քո այդ բանակցելու թեմա չկա, վերջ։ Ուզում ես բանակցենք, արի կոմպենսացիա այն ինչ որ վնասներ տվել ես, նստեք սեղանի շուրջ։ Այն էլ մարդ ուղարկի, որ կոմպետենտ է խոսալու, ոչ թե որոպե մեկ վազում է հեռախոսին պատասխանելու։ Իսկ դուք ձեր մեջ այդպես մարդ չունեք ու մերժել է Իսլամաբադում, չի մասնակցելու բանակցություններին։ Արժանապատիվ մարդիկ են, կապիկությունների չեն մասնակցում։ Ես հասկանում եմ դրանց։ Իսկ Ճապոնիան վերացնում է մահացու զենքի արտահանման տասնամյակների սահմանափակումները։ Այո։ Տեսեք ինչ ստացվեց։ Այն երկրները, որոնք միշտ նեյտրալ էին մնացել այս ընթացքում, ռազմական իրենց մասնակցության ակտիվանում են, որովհետև հասկանում են, որ փոխվել աշխարհակարգը, իրանք չեն կարող նախկին կարգավիճակում մնալ։ Աշխարհը զինվում է, փոխում է, իսկ Հայաստանը գնում է հետ։ Հայաստանը չի գնում հետ, Հայաստանին տանում են հետ։ Իսկ հետը դա կառակնարանն է, որտեղ բոլորին կոտորում են։ Անպաշտպան մարդ է այս տարածքում, աշխարհում այսօրվա։ Անպաշտպան մարդը ինքը զոհ է արդեն։ Ստենտը ժամանակի խնդիր է այդ ակտը երբ է իրականացնելու, մորթելու կամ մորթելու։ Ծանոթացեք։ Հիմա էլ Apple-ի տնօրենն է զանգել իրան։ Ասում զանգել է, որ հետո սամպլեր կներեք բառերից համար։ Էս իդիոտի բառերն է կներեք, ես ուրիշ բան չեմ կարասան ասել։ Հա։ Մի քանի օր առաջ Սաուդյան Արաբիայի աններ, չէ՞, թագաժառանգներ, դեն զանգել իրան, որ հետո համբերեց։ Հիմա Apple-ի տնօրենն է զանգել իրան, որ հետո։ Էս հիվանդին թվում է, ինքն էս մեծ գայթակղիչ հետուք ունի, որ հերթ են կաննել այդ հետուքը համբերելու։ Աշխարհի ամենակատարել ապուշը Նիկոլից հետո, չգիտես նույնիսկ ստեղ ով ավելի առաջնային է այս հարցում։ Ուղղակի սա ավելի վտանգավոր է, որովհետև սա միջուկային տերության եւ ամենամեծ միջուկային տերության նախագահն է այսօր։ Թողներն են հայերը, որոնց ես զգացմունքներին եմ կպնում, սրան ասելով են ինչ որ կա, բայց ես մեղավոր չեմ, որ դուք չեք տեսնում։ 7-Eleven is closing 645 stores. 7-Eleven is closing 645 stores. Ամերիկայի մեծ նահանգներում 7-Eleven բանկա խանութների ցանց կա։ Արագ սպառման ինչ որ բաներ է, հիմնականում խաշմերուկներում լինում բեզար լսակայանների մոտ 645 այս տարի արդեն խանութ է փակել։ Այս տարի արդեն խանութ է փակել 645։ Եվ որ ասում եմ պայթելու է տնտեսությունը այս երկրի։ Դեռ մի տարի առաջ եմ ասել, պայթելու է, այս տարի ասում մեկ միջև աշուն ձեներ են լսելու մեծ այս խանութն արդեն 645 արդեն այս տարի խանութ փակել։ This year, over 2,000 stores and restaurants across the US are set to close. Եվ նախապատրաստումը 2000-ից ավել դες խանութ փակել։ 2000-ից ավել։
in 2026. Isn't that crazy? GameStop, Walgreens, Francesca's, Amazon, REI, thousands. And what that means is thousands of people will be laid off. Տխուր ինֆորմացիան շարունակեմ ես քանի որ իմ մասնագիտության նոր մասնագիտության բերումով ես ստատիստիկան եմ ուսումնասիրում բիզնես միջավայր եւ այլն դա կարեւոր է 200,000 մարդ է գործել աշխատանքը միջև հիմա մարտի 1-ից սկսած միջև այս շաբթի օրվա վիճակով 200,000 ամիսու կեսվա ընթացքում այդ թիվը փետրվարին 89,000 էր կորցնում են փակվում են այս խանութները ֆիրմաները փակվում են այո ուսանորաս սա դոմինոյի էֆեկտով միջև աշուն ես վախենում եմ գանք նույն վիճակին ինչ որ 2008-2009 թվականին էր ամերիկայի միացյալ նահանգներում այս ամեն ինչը կանգնացնելու դեռ գուցե հնարավորություն կա դա Փաշինյան Թրամփին գահանքեց անելու մեջ է ինչ որ ուշանում այդ process-ը չեմ հասկանում թե ինչու Մոտ լսեք 中国人民是崇尚正义不畏强暴的人民中华民族是具有强烈民族自豪感 Ես մի անգամից ավելավ ամբողջ տեքստը թարգմանել։ Քանի որ էլի հերթական անգամ իր Չինաստանին են սպառնացել եւ բռնել են մի հատ նավ Հորմուզներ ուսում ամերիկացիները։ Որը փաստորեն իրանական նավ է եղել, բայց տեղափոխել է չինական ապրանքներ եւ ձերբակալել են այդ նավը։ Սի Ցզինպինը պարզ ասում է. լսեք։ Մենք Կասրություն ենք երկար պատմությունով, շատ հանգիստ բացատրում է։ Մենք ոչ մեկի չենք գրավել միջև նա, ոչ մեկին մեր կրոնը, կարծիքը չենք պարտադրել, բայց թույլ չենք կարող տալ, որ որևէ մեկը դա մեզ պարտադրի։ Եվ բոլոր նրանք, ովքեր նման փորձեր կանեն, կպատժվեն ամենայն խստությամբ։ Եվ ժամանակատալիս Թրամփին իրենց բեռնատար նավը ուղղակի արձակել։ Դա չի հետևանքները շատ ծանր կլինեն։ Ես չեմ կասկածում, որ այս հետևանքները շատ ծանր կլինեն։ Հետևանքները կարող լինեն մի քանի ձևի։ Որ Իրանին կտրվեն այն զենքերը, որ միջև մասենք չեն տրվել։ Որ ասենք, քանի ինքը մտել է Ամերիկայի Միացյալ Նահանգները, Հորմուզի նեղուց ընդերից դուրս չի կարողանում գա եւ արդեն նավեր են կորցրել ընդ 3 հատ։ Շատ հարմար առիթ է օրինակ Թայվանը գրավելու համար։ Եվ այլն եւ այլն։ Այս պատերազմից Չինաստանը առանց մի հատ կրակոց արձակելի հաղթանակած արդեն դուրս է եկել։ Իսկ հաղթողը Իրանն է, բայց ամենամեծ բանը նվերները, ամենամեծ օգուտները քաղում է Չինաստանը, հետո Ռուսաստանը։ Ստեղեն ասում են բաների աչքելույս, ուկրաինացիների աչքելույս։ Բայց հետաքրքիր է կարմայի օրենքը խփում է, սպանում է։ Սրանք չեն հասկանում, դա ինչ բնության բալանսի օրենքն է, բնության։ Երբ հիշում եք, երեք խոսացինք այս Հիսուսի արձանի այս վանդալիզմի մասին, լսեք սրնելը։ This video is all over social media right now, so let's talk about it. I'm going to start with stating the obvious. The behavior of this IDF soldier is absolutely disgusting. Սա հրի է խոսացող ասում, քանի որ այս վիդեոն աշխարհն է պատտվում եւ այդպես է, ես էլ ասեցի այդ մասին, ինքը ասում է, շատ բան բան անում ես, շատ բան։ He does not represent me, he does not represent Israelis. Ասում է, չի ներկայացնում իսրայելցիներին, չի ներկայացնում, բայց հիմա կապ չունի։ He does not represent Jewish people. Հրյաներին էլ չի ներկայացնում, բայց ինքը IDF-ի սալդատ է։ He's Jewish. He does not represent us whatsoever. And also,
And I know that all the haters and all the Islamists and all the anti-Israel crowd is going to come for me. He does not represent the IDF. Բա, նույնիսկ IDF-ին չի ներկայացնում, իրաց բանակը չի ներկայացնում, բա։ Absolutely not. The IDF was prompt to issue a statement. Բա, չէ, ինքը չի ներկայացնում։ Ախ, SLS սորա։ SLS սորա եղել, էլի Հիսուսի գլուխը կտրած, կացնով ոգեի տակ գցած։ Այս սատանիստները չեն կարողանում հասկանալ մի բան, բրծել է իրան ժամանակները։ Վաղը մի հատ վիդեոյով սրա մասին կանի։ Երբ ինքը մոռացել է, որ մենք լսում ենք իրենց ռաբիները թարգմանաբար ինչ են խոսում։ Իրանք մեկ-մեկ խոսում են նաև ռուսերեն, անգլերեն։ Եվ դա YouTube-ներում կա։ Որ իրանք այդ Հիսուսին համարում են ընդհանրապես բան, կեղտոտ մարդ։ Քրիստոնյաներին կռապաշտ։ Աղբ։ Հրեաներից բացի բոլորին։ Հիմա հասկանում են, որ հողը ոտքերի տակ այրվում է աշխարհով մեկ, որ ատելության են դոզան, որ գնում է դեպի Իսրայել, դժվար է լինելու կանգնացնել։ Եվ սրանք այս նկարներով նվեր են անում, դե գնացեք, հերքեք, էս էլ հերքեք, սպասում եմ էս էլ եք հերքելու։ Քառասուն իսրայելցի են ձերբակալել Մոսկվայի աերոպորտում, ավտոնավակայանում։ Բա։ Որոնք Թել Ավիվից են եկել, 40 հոգի։ Եվ հրաշք, մենք հիմա ունենք մի հատ լրիվ ուրիշ իրավիճակ Հունգարիայում։ Հունգարիայի նոր պրեմիեր մինիստրը Օրբանի փոխարենը տրվել է, հայտարարում է հենց Նետանյահուն եկավ Հունգարիա, ձերբակալել են։ Բարի գալուստ Եվրոպա։ Եվրոպան շատ ճգնաժամային իրավիճակ է ապրում։ Գիտեք Եվրոպայի եւ Ռուսաստանի տարբերությունը որն է։ Ասեմ որ։ Երկու տեղներ շատ խնդիրներ կա։ Եվրոպայում էլ ամեն ինչ հարթ չի, Եվրոպայում էլ խնդիրներ կան։ Բայց Եվրոպայում ընտրություններ կան։ Եվ այդ ընտրությունների արդյունքում բաներ է փոխվում։ Ռուսաստանում այդ ընտրությունները չկա։ Ու ոչինչ չի փոխվում այնտեղ։ Թե չէ նույն ձևի ժողովուրդը, այո, Ռուսաստանում էլ կա բարձրագույն կրթություն ստացած, խելացի, տաղանդավոր մարդիկ, ես իրանց գիտեմ, այդ ճանաչում եմ անձամբ։ Ինչպես Եվրոպայում կա դրանք։ Կա, բայց համակարգը չի փոխվում Ռուսաստանում։ Օրբանի Հունգարիան այսօր արդեն այն Հունգարիան է, որ ասում է Իսրայելի կամ Իսրայելի նախագահն եկավ վարչապետը։ Որպես Եվրոպայի անդամ երկիր ես պարտավոր եմ ձերբակալելու։ Այս հենց է լինում։ Այս հենց է լինում։ Դրա համար էլ ինչքան էլ որ ուզում է Եվրոպայում վատ լինի, ինչքան էլ ուզում է Ուրսուլա ֆոն դեր Լայներ եւ Կայա Կալասներ լինեն, ու կան դրանք։ Հա, կա նաեւ Օրբան։ Հիմա էլ չկա։ Ուսուցիչ վաղը չի լինելու նաեւ Կայա Կալաս Ուրսուլա ֆոն դեր Լայնի հետ։ Հնարավոր է, կարող ավելի լավը գա, կարող ավելի վատը գա, բայց մի բան կարող է փոխվի։ Եվ իրանց հետ զգուշությամբ, շատ զգուշությամբ, բայց աշխատել հնարավոր է։ Նույնիսկ եմ ասում, ոչ թե սենց գրկաբաց, հա, ինչպես շատ միամիտներ մտածում են, որ եթե անունը Եվրոպա է, կամ եթե անունը Ամերիկա է, վերջ կարելի ասենք ինքնամոռաց սիրահարվել։ Չէ։ Շատ զգուշությամբ, բայց կարելի է աշխատել։ Մի բան որ ուղղակի Ռուսաստանի պարագայում հնարավոր չի։ Ոչ թե ռուս ժողովուրդը լավը չի, այդ ժողովուրդը ինքը կարիք ունի նախ ազատագրվել։ Ուղղակի մենակ նրա համար որ այն որ ռուսական կառավարությունն է ուզում եւ մեզ է պետք որպես երկիր, դա տարբեր բաներ են։ Այս տարբերությամբ։ Եվ անես չի որ այսօր ռուսական կառավարությունը սա ասում վաղը փոխելու է։ Չէ։ Ինքը սենց է ուզում եւ 100 տարի առաջ եւ 50 տարի առաջ եւ հիմա եւ ուզելու է հաջորդ 50 տարվա մեջ։ Էս է խնդիրը։ Թե չէ սանձամբ ռուս ժողովուրդը ոչ մի բան չունեմ։ Այն էլ նույնիսկ ես դժվարանում եմ պատասխանել որն է այդ ռուս ժողովուրդը։ Ես որ նայում եմ, ես որ խոսում եմ ընկերներիս հետ, ես որ տեսնում եմ ինչով է զբաղված։ Չկա այդ ռուս ժողովուրդը, շատ քիչ տոկոս է, բայց եկա իրենք էլ մեր նման պատանդ են այդ նույն ռեժիմի ձեռքում։
Ես ուրախ եմ հունգարացի ժողովրդի համար, որ ունեն հիմա ընտրված եւ փաստացի խելացի վարչապետ։ Տարոսը մեզ։ Վերադառնանք Հայաստան։ Եթե Նիկոլ Փաշինյանը նորից վերընտրվի, ինչ է կարծում, ինչ կկատարվի երկրում։ Իմ կարծիքով Հայաստանի լիակատար ադրբեջանացում եւ թրքացում կլինի։ Առաջնահերթ դրված է այս ցեղասպանությունը հարցը չի բարձրաձայնվի, Արցախի հարցը կփակվի, Զանգեզուրով Սյունիքով միջանց կտրվի, չեմ անում, շատ վտանգավոր է։ Վտանգ կլինի նաեւ Վայոց ձորի եւ Սևանի համար, էլի։ Մի խոսքով անվտանգությունը բան կլինի, էլի։ Երկրի կվտանգվի, ես չեմ ուզենա, որ ինքը ընտրվի։ Պետք է ազգային ուժեր ընտրվեն, ազգային մտածելակերպով ավանդական ազգային ուժեր եւ ասեմ, շարունակվի հալածանքը հայ առաքելական սուրբ եկեղեցու վրա։ Ինչ կարծիք ունեք այն մտքի հետ, եթե նրանք չընտրվեն, խաղաղություն չի լինի։ Ես մտածում, եթե ընդդիմադիրները ընտրվեն, իրանք կփորձեն բանակցեն Ալիևի հետ, բայց կարող է ինչ-որ արդյունքի չգան, կարող է նաև հնարավոր է, որ պատերազմը լինի։ Փաշինյանը գալիս է այդ հարցում։ Ինքը զիջում է ավելի շատ, չեմ կարող ասեմ։ Այդ տխմանները, որ ասում են, կրակոց չկա, պատերազմ չկա, այդ ապուշներին ասեք, կրակոց չկա, որովհետև առանց կրակոց ամեն ինչը տալի։ Այ օխլոս, ասեք ուղղակի։ Որ ասում են, 2 տարի կրակոց չկա, պատերազմ է, խաղաղություն է, ասեք, որովհետև ինչ պետք է, տալիս է առանց կրակոց, ինչի պետք է կրակոց լինի։ Այդպես տալարով գալու է մինչև հասնի քո տունը։ Բակավը դու բաղանիսի բնակիչից լավն ես։ Ինչով ես լավը։ Կարող է մի օր Ալիևի ախորժակը բացվի, իրան չլսի, նորից հարձակվի։ Բոլոր դեպքերում Նիկոլ ինտերվելով էլ կարող նաև պատերազմը լինի։ Այս պայն հլա որ ամբողջ զիջումը համար երևի Ալիև Ոչ թե կարող է պարտադիր է արդեն, որովհետև ոչ մի վստահ է լինելու, որ դիմադրություն չի լինելու։ Այս տականքը չէր ասում, ես եմ ասել Սյունիքում ձորքերը հետ քաշվեն։ Սա իր խոսքերն է։ Ինքն ասել իշխանասարը պետք է տարին 12 ամիս ընդ, տարին 9 ամիս ընդ բանը ձունը։ Սա իր խոսքերն են։ Մենք արկով փարկով բերեցինք, դրեցինք մեզի թագավոր, բայց տես այդ թագավոր հելավ աշկերներս հանեց։ Մենք արկով Տենց է, քույրիկ ջան։ Երբ որ բերում քեզ դնում ես թագավոր, աշկերտն են հանում է։ Պետք է դնել ոչ թե թագավոր, այլ բերել աշխատող։ Տան աշխատող։ Դուք ձեր տանը որ հավաքարար եք բերում, կամ ուրիշ աշխատող եք բերում։ Մեկ-մեկ ձեզ օգնելու կամ աշխատելու համար։ Ինչ ասում ես, դու թագավորն ես, ինչ ուզում ես արա։ Իհարկե ոչ։ Այս բանն է, մոտեցումն է, որ պետք է փոխվի։ Նախ հասկանամ ով է Նիկոլ Փաշինյանը։ Մարդ։ Ես գիտեմ, որ մարդը լինում է Քրիստոսի տեսակը, բայց նա միշտ Աստվածաշնչից օրինակներ բերելով ուզում է մարդկանց խաբի։ Նա ընդամենը սատանայի որդի։ Եվ ես որպես Աստծո որդի վերցրել եմ ին վրա այդ փաչը ասեմ պարտականությունը նրան դուրս քշելու Հայաստան աշխարհից։ Երեք Արայք Խամդոյանի միայնակ գայլի ծնունդ էր։ Երեք չկարողացա, չասեցի անդրադառնայի։ Սա մի մարդու ծնունդ էր, որ մինչև 2016 թվականի հուլիս ամիսը ամբողջ Հայաստան աշխարհը բարի գիշեր էր ասում իր կերպարի տակ, իր նկարով։ Այն ժամանակ մեր հայրենիք էր ընչում եւ ինքն էր այդ այ զինվորի հայ տեսակը։ Մենք հենց հեռու ենք գնում այս տեսակից։ Մենք կորցնում ենք։ Արեգ կուսակցական չէր, քաղաքական գործիչ չէր,
Մի հատ կուսակցություն ուներ, այդ իր հայրենիքներ։ Մի հատ գործիք ուներ, այդ իր զենքներ, իր նվիրվածությունը։ Հայրենիքի համար ամեն վայրկյան պատրաստ կանգնելու։ Ընդ որում եւ ինքը եւ եղբայրը, մենակ ինքը չէ։ Ապրում է շատ վատ, աղքատ իսկ ասեի։ Շատ։ Ինչպես իր ընտանիքը։ Դե պատերազմից հետո տենց էր, նվիրալներ ապրում էին աղքատ, հանցագործները դառնում էին գեներալներ, օլիգարխներ, որ ամեն մեկին կողքը նայելը տեսնում ես քանի տանկ կա տեղավորը փորի մեջ։ Տենց էր։ Մենք պիտի վերադառնանք այս տեսակի հարգանքի իմաստով, արժևորելու իմաստով։ Հասկանաք, եւ հենց մենք հեռանում ենք, մենք կորցնում ենք։ Հենց իրանք դառնում են մեր համար կարևոր ու ճիշտ իրական հայկական, մենք սկսում ենք շահել, մենք սկսում ենք Արցախ ազատագրել, մենք սկսում ենք երկիր դառնալ։ Էսա բարձ բանաձևա, բարձ։ Կա արարչական ճշմարտություն, որը ապացուցված է գիտությամբ, որի հետ լինելը նշանակում է դու երկարատև, ապահովված ու կանխատեսված է քո մոտ ամեն ինչ, ապահովված է։ Երբ որ դու այս տրամաբանության ճշմարտության տարածքում ես, հենց դու դուրս ես գալիս, սկսում ես աջ ձեռով ձախականջդ քորել, ինչ որ դուրս գա այս համակարգի մեջից, արարչական համակարգի մեջից, կեղծել, ստել, խաբել, դավաճանել, դու դատապարտված ես կործանվել։ Այն ինչ որ մեր հետ երկրի հետ է կապվում, հիմա սա է։ Կամ մենք կվերադառնանք այդ մատրիցայի մեջ, ինչպես 90-ականներին էինք, ու կզգանք նորից այդ վերելքը։ Կամ Փաշինյան Նիկոլիցերով կկործանվենք, որտեղ ինքը մեզ կարողացավ այդ մատրիցայից հանել։ Մանավանդ ինքը, որ ասեց, պոռնոգություն արդեն ավելու բան չի, ամոթ չի։ Սուտ խոսելը, այսօր մի բան ասելը, վաղը մի բան ասելը ամոթ չի։ Դավաճանությունը ամոթ չի։ Պատերազմը դա խաղաղությունը, կորուստը դա հաղթանակ է, կապիտուլյացիան դա հաղթանակ, մի խոսքով։ Մեզ շատ բան պետք չի։ Պարզություն է մեզ պետք, ազնվություն, ամենի դրը։ Այս մարդու նման։ Ինչ տարավ։ Սեր։ Ուրիշ բան չէր, ով է ինչ տարել, որ ինքը ինչ տաներ։ Արեջան ծննդոց շնորհավոր Երանի մենք ազգով կարողանանք արժանի լինենք քեզ։ Քո նմաններին, իդեմս քեզ, ուրիշ բան չեմ ասում։ Այսօրվա մալասքան։